Բարի առավոտ սիրելի Աստծո ժողովուրդ, այսօր կիրակի է եւ կրկին մենք այստեղ ենք հավաքված Տեր Հիսուսի զորավոր անունով եւ մեր հավաքվելու բոլորիս հավաքվելու գլխավոր նպատակը համար առաջինը փնտրել նրա երեսը։ Ամեն անցյալ տարվա վերջերին մենք հրաշալի պատգամ լսեցինք Շնորհակալ եմ այստեղ գտնվող անկեղծ հավատացյալ ժողովրդից, որոնք ասացին, որ մենք մի կյանք փնտրել ենք նրա ձեռքերը, բայց այդ պատգամից հետո որոշեցինք փնտրել նրա երեսը, Փառք Տիրոջը։ Առաջին դարի քրիստոնյաները, որ հավաքվում էին, ունեին մի քանի պատճառ հավաքվելու, բայց զարմանալին այն է, որ այդ պատճառի մասին խոսեմ հավաքույթի ամենավերջում, բայց դա այն է, ինչ որ մենք այստեղ այսօր արեցինք եւ կանենք մինչեւ ծառայության վերջը, բայց հիմա ուզում եմ մինչեւ պատգամի սկսելը խոսել մի կարևոր բանի մասին, որը ինձ համար բավականին լուրջ նախաբան ծառայեց այս պատգամը գրելու համար։ Գիտեք, այս շաբաթ մի քույր զանգեց եւ մենք հեռախոսազրույց ունեցանք այդ քրոջը հետ եւ ինքը զրույցի ժամանակ ինձ այսպեսի բան ասաց, այս թեմայի շուրջ, այս խնդրի վերաբերյալ ես նաեւ կիսվել եմ մեր տնային խմբակում եւ ասել եմ, ինչն է պատճառը, լսեք ինչ է ասում է ինչն է պատճառը, որ խոսքը մենք չենք վերցնում եւ այն չի գործում մեր կյանքում, չէ՞ որ դա այդպես է շատերի կյանքում, եթե ոչ այստեղ պետք է նստած լինեին կատարյալ սուրբեր։ Այո, ինչն է պատճառը, որ այդ խոսքը մենք լսում ենք, կարծես թե կարդում ենք, բազմաթիվ ճանապարհներ կա խոսքը լսելու, բայց այդ խոսքը չի գործում մեր մեջ։ Սա շատ կարևոր բան էր, որ այս քույրը ասեց, եւ մենք մոտավորապես մի 15 րոպե, նա այստեղ նստած է, մի 15 րոպե միասին վերցրեցինք Աստվածաշունչը եւ մի քանի տեղեր, կարևոր տեղեր ունեինք իրար հետ խոսելու եւ մենք քննարկեցինք այդ թեման եւ գիտեք, լավ քննարկեցինք, հին ուխտից ունեինք կարդալու բան եւ այլն, մի քանի տեղեր Աստվածաշնչի մի քանի համարներ միասին կարդացինք, միասին ուսումնասիրեցինք հեռախոսով։ Եվ երբ որ մենք ավարտեցինք մեր խոսակցությունը, մի քանի րոպե հետո նա ինձ հաղորդագրություն ուղարկեց, մեսեջ, ասաց այսօրվա այս խոսքի քննարկումը ցավազրկողի պես եղավ ինձ համար, ես այստեղ կանգ առա, խոսքը աշխատեց, խոսքը տվեց իր էֆեկտը, բայց մինչև այդ ուզում եմ հասկանամ, ինչու որոշներիս կյանքում խոսքը չի տալիս այդ էֆեկտը, կա պարզ պատճառ, գիտեք, մեկը կասի, ես հիշողությունից թույլ եմ, բայց ով որ իրան մանկությունից ծեծելա, վատ բան արել, դա չի մոռանում մինչև հիմա։ Բայց Աստվածաշնչից մի հատ համարը հիշի, չունի հիշողություն մարդը։ Լավ, ենթադրենք չունի հիշողություն, ենթադրենք չունի։ Բայց հիմա ինչ պետք է անել, որ սա էսենց էֆեկտ է, որովհետև շատ օրտնվեցի այդ բառից, որ ասեց շատ ու քիչ անգամ էի լսել, որ խոսքը ինչ էֆեկտ է տվել, բայց այն ցավազրկող եղավ ինձ համար առաջ անգամ լսեցի։ Եվ ասեցի, ահա ինչն է պատճառը, որ դա ազդեց մարդու վրա, որովհետև մենք ուսումնասիրեցինք խոսքը, մենք տող ուսումնասիրեցինք, երկար ուսումնասիրեցինք, եւ ես պատահական հիշեցի Աստծո մեծ մարդ Էնդրի Մյուրեյի խոսքերը, որ ասում էր, լսիր սիրելիս, ուզում եմ եսի քեզ փոխանցեմ, ասում էր յուրաքանչյուր Աստծոքին եւ Աստծո տղամարդ, եթե ամեն օր 15 րոպե, շատ չէ, 15 րոպե կարդա Սուրբ Գիրքը եւ կարդացածի վրա խորհի, մտածի, ասած դրանք կդառնան հավատքի տղամարդիկ եւ հավատքի կանայք։ Խնդիրը նրանումն է, որ Աստված քեզ չի ասել, որ մի անգամից որ նստես 30 գլուխ առակացի կարդա, որ չեմպիոն համարվես։ Դու կարիք ունես մի գլուխ կարդալու, բայց այդ գլխի վրա կանգ առ։ Ինչու, որքանով է այն կապում կամուրջներ իմ այսօրվա պատգամի հետ, Աստվածակնկալիք ունի, խոսքն է, որ փոխելու է մեզ, խոսքն է, որ փոխելու է մեր բնավորության գծերը, աշխարհում որևէ մի մարդ դեռ ոչ մեկին չի հաջողվել մեկին լավ դաստիարակի, քեզ թվացել է, որ դու դաստիարակել ես, բայց մարդուն կարող է փոխել միայն Աստված, քեզ նույնպես, ներառյալ, այո, ոչ մեկի չի կարող դաստիարակել, խրատի, ինչքան ուզում ես խրատի, մեկը մարդը ապրելու է այնպես, ինչպես ինքն է կարծում, ճիշտ է?
ոնց որ ինքն է կարծում, ոնց որ ինքը ճիշտ է գտնում, ինքը տենց է ապրելու։ Ինչքան ուզում ես դու խրատի։ Մարդուն կարող է փոխել այս կյանքում ինքնը ֆունդամենտալ միայն Հիսուսը, միայն Աստծո խոսքը։ Բայց այդ փոխելու համար Աստված մեծ ակնկալիքներ ունի։ Ինքը սպասում է, որ այդ խոսքը փոխի մի քանի կարևոր բան քո կյանքում։ Համար առաջինը փոխի քո բնավորության գիծը։ Ես երբևիցե չեմ տեսել Աստվածաշնչում հրահանգ հավատացյալներին Հիսուսի կողմից, որ ինչու այս անցյալ տարի, երբ որ նախագահական ընտրություններ եղավ ձեզ մոտ, ձեր տեխնացությունը որովհետև մեկը չդրեցիք։ Որովհետև Աստված ակնկալում էր, որ որևէ մեկը լինեիք Ամերիկայի ուրեմն հաջորդ նախագահը, ու դուք չեղաք, որովհետև Աստված դա էր ակնկալում, որ ես եւ դու լինեինք նախագահ։ Աստված դա չի ակնկալում։ Գիտեք Աստված ինչ է ակնկալում։ Նա մեզ չի կանչել, որ մենք պրեզիդենտսկի վիբրների ընտրություններին մասնակցենք, մենք հաղթենք, գլուխներ ցեգովանք, մենք դառնանք Ամերիկայի պրեզիդենտը։ Դու կարող ես մնաս հասարակ սովորական մարդ։ Դու արդեն պրեզիդենտ ես Աստծո համար։ Դու արդեն թագավոր ես Աստծո համար։ Դու արդեն լուրջ մեկն ես Աստծո համար, բայց նա մի բան է ակնկալում, ոչ թե ընտրություններին մասնակցես, որ հաղթես, ապա հաղթես քեզ։ Այո։ Նա չի ակնկալում, որ հաղթես ընտրություններում, նա չի ակնկալում, որ հաղթես տանոթ անդամներին, նա ակնկալում է, որ դու հաղթես քեզ։ Դա նշանակում է նվաճել այս բնավորության գիծը։ Սա մեկ, որը հրաշալի մի հատ ակնկալիք է Աստծո կողմից մեր բոլորիցս, հա, որ Տերը սպասում է, որովհետև երկրորդ բանը, որ Աստված ակնկալում է, որ կարողանա այս խոսքը այնպես ազդել քո վրա, իր խոսքը, որ քո հավատքը առողջանա, որովհետև քո ամեն ինչը կյանքում գալու է հավատքից։ Դու հավատքով ես փրկված։ Աստծո խոսքը լսել ես, հավատացել ես եւ փրկվել ես։ Քանի մարդ է հավատում, որ լսել է, հավատացել է եւ փրկված է։ Եթե այսօր Հիսուսը գա դու հավատում ես, հիմա որ ձեռք ես բարձրացած թող ձեռքդ, հավատում ես, որ եթե այսօր Հիսուսը գա, կարող է 5 րոպեից գա, էդի չկասկածես, կարող է մի ժամից գա, 6 օրից գա, երեկոյան գա, չգիտեմ, բայց հավատում ես, որ հավատալով Աստծո խոսքին, ընդունելով Հիսուսին Տեր եւ Փրկիչ, դու փրկված ես։ Փառք Հիսուսին, հրաշալի է սա։ Պատգամը, որի մասին ուզում եմ ես այսօր խոսել եւ պատրաստել եմ, այն ունի այսպիսի վերնագիր. Պահիր այնինչ Աստծո որդին է տվել քեզ։ Եվ այս պատգամի վերնագրին հարց ունեմ տալու հենց սկզբից, իսկ Աստծո որդին ինչ որ բան է տվել մեզ, որ պիտի պահենք։ Եթե ասացիր այո, այսօրվա ծառայությունը այն մասին է, թե ինչ է տվել, որ պահես։ Ամեն։ Սա կարևոր է իմանալ, ինչ է Աստծո որդին տվել մեզ, այստեղ նստած յուրաքանչյուր մեկին Աստծո որդին մի բան է տվել։ Կամ բաներ, որ նույնն է բոլորիդ տվել։ Պատգամի ընթացքում դու կտեսնես, որ այո, այն ինչ որ տվել է քեզ, տվել է նաև քո կողքինին։ Պահիր այնինչ Աստծո որդին է տվել քեզ։ Այսօրվա մեր պատգամի վերնագիրն է։ Եկ մի անգամից կարդանք Հայտնության գիրքը, այս օրերին շատ ավելի խորհուրդ կտամ քեզ, հատկապես այս ժամանակների մեջ, ավելի խորը սկսիր ուսումնասիրել Հայտնության գիրքը։ Եվ այսպեսով Հայտնության 3-րդ գլուխ 10-ից 13 խոսքերն են կարդում։ Քանի որ դու, սա Հիսուսն է գրում Լավոդիկեի եկեղեցուն, քանի որ դու պահեցիր իմ համբերության, ուզում եմ ուշադրություն դարձնեք, խոսքի տեսակն է ասում, դու պահեցիր իմ, չի ասում խոսքս, ասում է իմ համբերության խոսքը, ես էլ քեզ կպահեմ փորձության այն ժամիցը, որ գալու է ամբողջ աշխարհի վրա, երկրի վրա բնակվողներին փորձելու համար։ Հաջորդը, ահա շուտով գալիս եմ, պահիր այդ ինչ որ ունես, որպիսի ոչ ոք քո պսակը չհափշտակի։ Ով հաղթում է, նրան սյուն կդարձնեմ իմ Աստծո տաճարում, եւ նա այլևս դուրս չի գա այնտեղից, եւ նրա վրա կգրեմ իմ, ուշադրություն դարձրու, իմ Աստծո անունը, իմ Աստծո քաղաքի նոր Երուսաղեմի անունը, որ իջնում է երկնքից, եւ իմ մոտից, եւ իմ նոր անունը։ Տեսեք, քանի նոր բանի մասին խոսեց։ Նոր Երուսաղեմի անունը, իմ Աստծո անունը, իմ նոր անունը, հա? Իմ Աստծո անունը,
մի անգամ, որովհետև ես նորից եմ պատրաստում հայտնության 7 եկեղեցիները, հնարավոր է հաջորդ կիրակից սկսած կամ մյուս կիրակի սկսվելու է հայտնության 7 եկեղեցիների քարոզաշարքը 7 կիրակի ամեն կիրակի մի հատ եկեղեցի ենք ուսումնասիրելու ովքեր այդ ծառայություններին ներկա չեն եղել այստեղ որ այդ ժամանակ մեզ հետ չեն եղել կարելի է տեսնել ձեր ովքեր չեն լսել հայտնության 7 եկեղեցիները ահագին մարդ շատ լավ իսկ հիմա արի մի հատ նայենք հետևյալը մի կարևոր բան եմ ուզում այստեղ եկ գնանք առաջին խոսքը նորից 11-ը նա 11-ը լսեք, այստեղ կարդանք քանի որ դու պահեցիր իմ համբերության խոսքը ես էլ քեզ կպահեմ փորձության այն ժամից որ գալու է աշխարհի վրա այստեղ ուզում եմ կանգ առնես սա ինձ հիշեցրեց ավետարաններից մեկը, որտեղ Հիսուսը Մատթեոս ավետարանում Գեթսեմանի պարտեզից դուրս եկավ եւ աշակերտներին խնդրեց, ասեց. «Խնդրում եմ ձեզ, հոգիս մահվան չափ ծանրացած է, խնդրում եմ, աղոթեք ինձ համար»։ Աշակերտները բնականաբար չաղոթեցին, պարկեցին, քնեցին, դա տեղի ունեցավ 3 անգամ, բայց Հիսուսը մի բան ասեց։ Նմանատիպ մի բան ասել է նաեւ հայտնության գրքում։ Ես ուղղակի կամուրջ եմ տանում այնտեղ, որ տեսնես համարյա նույն բանն է։ Ասաց պահիր համբերության խոսքը Ես էլ գարանտիա, ես քեզ կպահեմ, ուշադրություն դարձրու, ասма կպահեմ քեզ, ասա կպահեմ, սա խոստում է, պահելը այլ բառ է, կպահեմը այլ բառ է, կպահեմ նշանակում է ինչ-որ մեկը խոստանում է քեզ, ասма կպահեմ քեզ այն ժամից փորձության, որ երկրիս վրա գալու է, սա ինձ դուր եկավ, քեզ, հիմա պահի, Այս նույն Հիսուսը Մատթեոս ավետարանում Գեթսեմանի պարտեզից դուրս գալուց տեսավ աշակերտներին քնած եւ ասեց. «Մեկ ժամ էլ չկարողացաք արթուն մնալու, բայց էսի չէ որ ուզում եմ ասեմ»։ Նա ասեց. «Աղոթեք, որ փորձության մեջ չընկնեք»։ Գարանտիա։ Եթե դու աղոթող մարդ ես, իմացի, նա անպայման գարանտիա է տալու, որ ինչի միջով էլ անցնես հաղթանակը քոնն է լինելու։ Ամեն։ Ալելույա։ Ասում է, եթե դու իմ համբերության խոսքը պահես, աշխարհիս երեսին արդեն քանի մարդ է հավատում, որ աշխարհի երեսի շատ վատ բաներ է։ Եթե մինչև այդ լսել եք եւ ուրիշներին ծաղրել եք, այս հավատացյալներս ինչ են ասում, ասում են սենց ալիներու, հիմա արդեն դու ես ուրիշներին ասում, օ, աշխարհիս երեսին այսպիսի բաներ է գալու եւ այլն, որովհետեւ մենք ունենք ինտերնետ, մեդիա դաշտ, որը ողողում է ինֆորմացիայով։ Եվ դուք շատ ավելի բաներ գիտեք, քան հավատացյալները, ասենք հովիվներ եւ այլն, այդ ինֆորմացիաներ ինչեր է կատարվելու, հա ինչ նշաններ, զորություններ եւ այլն։ Բայց ինչ ասում Աստծո խոսքը։ Ասма ստեղել է վատ բաներ կատարվելու, բայց եթե դու պահես իմ համբերության խոսքը, գարանտիա, ստեղել գարանտիա կա, ես քեզ կպահեմ փորձության ժամանակ։ Լավ է։ Լավ է։ Աստվածաշունչը ունի մի հատ կարճ բառ, 3 տառից բաղկացած։ Ես խորհուրդ կտամ այստեղ նստած ամեն մեկին այդ բառի հետ հաշիվ նստելու եւ այդ բառը հետեւյալն է՝ եթե։ Եթե պահես Ես էլ քեզ կպահեմ, եթե աղոթես, փորձության մեջ չես ընկնի, եթե կատարես իմ խոսքը, ես էլ այսպես կան, եթե, սա պայմանական է, ամեն, շատ լավ, հիմա արի միասին նայենք, ինչ է Աստծո որդին տվել մեզ, որ ես և դու պարտավոր ենք այն պահելու, պահիր այն ինչ ունես, ես ուզում եմ անպայման մի հատ շրջվես քո կողքինին ասես, պահիր այն ինչ ունես, Հալելույա, փառք Տիրոջը, իսկ հիմա արի մեկ առ մեկ տեսնենք ինչ պիտի պահենք, Բոլորիս ուշադրություն այստեղ, եթե դու այսօր եկել ես այստեղ, եթե այս կիրակի դու այսօր մասնակցում ես այսօրվա ծառայությանը, նշանակում է նա կամեցել է, որ դու լսես այս խոսքը։ Այս խոսքը պահանջվելու է բոլորից, ովքեր լսեցին։ Եվ պարտավորեցնող է, միևնույն ժամանակ նաև օրհնություն, որ դու լսեցիր։ Ամեն։ Հիմա ավետարանը ինչը պիտի պահես, ավետարանը։ Ավետարանը ինչ է, ոնց պահեմ, մենք տան ավետարաններ ունենք, սենց որ պահեմ լավ է, ոչ, մենք տանը շատ աստվածաշունչ ունենք, սենց որ պահեմ, հավաքեմ, գնամ մի քանի հատ էլ ավել առնեմ, լավ կլինի, ասենք սենց պահեմ, լիքը պահեմ, ասմա պահիր ավետարանը, ասմա ինչ է ավետարանը, քրիստոնեական հավատքի հիմնական, ամփոփող ճշմարտությունը, փրկության ուղերձը, ամեն, Պահիր այն փրկության ուղերձը, որ ստացել ես ավետարանի միջոցով, համար առաջին գանձ, որ պիտի պահես, բոլորը լսեցին,
Ուրեմն գնանք առաջ, երկրորդը, պահիր հետևյալը, հավիտենական կյանքիդ պարգևը, որ Քրիստոսի միջոցով տրվել է քեզ, ես խիստ հավատում եմ, խստագույն ձևով հավատում եմ, որ ես Աստծուց հավիտենական կյանքի պարգև ունեմ դու, ով ունի այդ պարգևը, թող բարձրաձայն ծափահարի Տիրոջը։ Հավիտենական կյանքի պարգևը այստեղ նայի առաջարկելով մեղքից փրկություն եւ հաշտություն Աստծո հետ։ Գիտես մենք հաշտվել ենք Աստծո հետ։ Մենք կարող ենք մտնել ներքին սենյակ եւ ասել. Հայր, դու նրան ասում ես հայր։ Դու ասում ես հայր մեր, որ երկնքում ես, քո անունը սուրբ լինի։ Նա քո հայրը չէր առաջ, բայց Քրիստոսով նա դարձավ քո հայրը։ Դու հաշտվեցիր նրա հետ, այո, ապարք Տիրոջը, շատ լավ, դու հաշտվեցիր նրա հետ։ Ուրեմն պահիր ավետարանի խոսքը, դա փրկության մեսեջն է, ուղերձն է։ Հաջորդը, հավիտենական կյանքի պարգև չէ։ Հավիտենական կյանքի պարգևը այստեղ կանգնիր, հաշտություն Աստծո հետ։ Ես կամաց մոտենալու եմ մի շատ վտանգավոր կետի, որ ես կուզեմ, որ եթե այս պատգամի 100%-անոց լսածից ընդամենը այդ մի հատ նախադասությունը վեկալես գնաս, կհամարեմ, որ պատգամը հաջողվել է քեզ համար լսելու։ Հաջորդ բանը, որ պիտի պահես, քրիստոնեական ողջամիտ վարդապետություն, որին մենք անվանում ենք առաքյալներից փոխանցված հաստատված ճշմարիտ ուսմունքներ, այո, հաջորդ բանը Ինչը պիտի պահես քո ներսում, պիտի ցնծած դրա համար Սուրբ Հոգուն, ավետարանի ճշմարտությունները քո համար պահելու համար, քեզ օրհնելու համար, քեզ լեցնելու համար, քեզ զորացնելու համար, այո, քեզ ներքին ուժով զորացնելու համար, ամեն, քեզ սովորեցնելու համար, քեզ առաջնորդելու համար, քեզ հանդիմանելու համար, դա Սուրբ Հոգին է, չկորցնես նրան ասում է։ Պահիր այն ինչ Աստծո որդին տվել է քեզ, որ պահես։ Մենք արդեն հասանք 4-րդ տեղը։ Դու հիշեցիր ինչ պիտի պահես ավետարանի խոսքը, պիտի պահես հավիտենական կյանքի պարգևը, Սուրբ Հոգուն, որ քո ներսում է, եւ քրիստոնեական ողջամիտ վարդապետությունը։ Այո։ Քանիսներդ գիտեք, որ այս ամենը, որ քեզ հասել է ձրիաբար, Աստծո որդու համար անգին է ունեցել։ Հիսուս Քրիստոսը այս ամենը քեզ ձրիաբար տալու համար թանկագին արյուն է թափել։ Ես ասում եմ մի հատ մտածես։ Եթե մի րոպե չմտածես, գոնե 30 վայրկյան վերցրու մտածելու։ Աստծո որդին արյուն է թափել այն ամենի համար, որ այսօր կարող է ասել, «Պահիր այն ամեն ինչ որ տվել եմ քեզ, որովհետև հետո այդ ուզելու եմ, քեզ ձրի է տրվել, բայց ինձ համար թանկին է։ Ես իմ արյունն եմ թափել, որ դու փրկվես։ Ես իմ արյունն եմ թափել, որ դու հաշտվես հորս հետ։ Ես իմ արյունն եմ թափել, որ դու ունենաս մեղքերի թողություն։ Ես իմ մարմնով եւ իմ արյունով բացել եմ հավիտենական կյանքի ճանապարհը, պահիր այն, ինչ Աստծո որդին է տվել քեզ։ Այո։ Մի բան եմ ուզում նայենք Հռոմեացիներից թղթում, սա մենք էինք սրանից առաջ, որովհետեւ մեղքի հատուցումը մահն է։ Իսկ Աստծո շնորհը հավիտենական կյանք մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով։ Ես ուզում եմ այս խոսքը բաժանեմ երկու մասի։ Առանց Հիսուս Քրիստոսի ինչ էր, մեղքի վարձքը մահ էր, այս բոլորիս բաժիններ, այս բոլորիս ճակատագիրներ, գիտեք։ Այսօր բոլոր մեղավոր մարդիկ, ովքեր գնում են այս աշխարհից առանց Հիսուսին Տեր ընդունելու, հա, ստանում են իրենց մեղքի վարձքը, որը մահն է, բայց հավատացյալ ժողովրդի կյանքից Աստված ուղարկեց իր որդուն, որը քեզ համար քո բաժին մահը խլել է դժոխքից, խլել է սատանայի ձեռքից, եւ հայտնության գրքում գրված է մահվան եւ դժոխքի բանալիները պատկանում են Հիսուսին, նա ում կամենա կապրի, ում չկամենա ոչ։ Սատանան չէ, որ որոշի, թե դու որքան պիտի ապրես։ Սատանան չէ, որ որոշելու է դու ստեղ գնաս թե ընդ է։ Այդ ամենը խլվեց նրա ձեռից իրական ճանապարհով Քրիստոս Հիսուսի միջոցով։ Ամեն։ Պահիր այն, ինչ Աստծո որդին է տվել, որ պահես։ Հաջորդ համարը նայենք։ Առաջին Հովհաննես 5:11-ում, 11:12-ում գրված է. Եվ սա է վկայությունը, որ Աստված մեզ հավիտենական կյանք տվեց։ Եվ այդ կյանքը նրա որդու մեջ է, ամեն, որովհետև այստեղ
նա ինչ անուշ բառագրված, որովհետև ով որդուն ունի, կյանք ունի, ով որ Աստծո որդուն չունի, կյանք չունի։ Եթե դու մեկն ես, որ Հիսուս Քրիստոսը, գիտեք, մենք քրիստոնյաներս, հատկապես հայ ժողովուրդը, այս ինչ վտանգավոր բաներ, որ մենք 301 թվականին քրիստոնեությունը ընդունեցինք, մենք ազգովի հպարտացանք եւ դարձեցինք քրիստոնեությունը ավտոմատ հավատք։ Մեզանից ծնվածը քրիստոնյա է, ով է քեզ խաբել, քրիստոնյա չեն ծնվում, քրիստոնյա դառնում են հարգելիս, ոնց են դառնում, գիտակցաբար Հիսուս Քրիստոսին Տեր եւ Փրկիչ ընդունելով, որ դու մեղավոր մարդ ես, որ ապրել ես առանց Աստծո մի մեղավոր կյանք, բայց հետո լսեցիր ավետարանի խոսքը, որ ասում է առանց Քրիստոսի չկա փրկություն եւ առանց մեղքերի թողության չես կարող մտնել երկինք, այդ ժամանակ դու հասկացար, ինձ Հիսուսն է պետք։ Քրիստոնեություն դա Քրիստոսին ընդունել է։ Քրիստոնյա այն մարդն է, որը ունի Քրիստոսին իր կյանքում եւ հետևում է Աստծուն։ Ամեն։ Ստեղ ոչ մի փիլիսոփայություն չի աշխատելու, գիտես։ Ոչ մի փիլիսոփայություն Հիսուս Քրիստոսին պետք է ընդունել որպես սեփական Փրկիչ եւ Տեր, խոստովանել, որ դու եղել ես մեղավոր մարդ եւ նա կարող է քո մեղքերը այսօր էլ լվալ, որովհետեւ Աստծո խոսքում գրված է. դեպքը տեղի է ունեցել 2000 տարի առաջ Գողգոթայում, բայց Եբրայացիս թուղթը մի բան ասում, ասում է Քրիստոսի արյունը ավելի աղեկ է գործում, քան Աբելինը, չի ասում գործեց, ասում է գործում է, որովհետև դա շարունակական պրոցես է ամեն դարերի եւ ամեն ազգի, ամեն լեզվի, ամեն ցեղից Հիսուսին դարձող մարդկանց համար։ Ամեն։ Փառք Տիրոջը։ Անվճար պարգև, անպատմելի օրհնություն, որ Աստծո ձեռքով, նրա Տիրոջ Աստծո որդու ձեռքով մենք ձեռք բերեցինք։ Եվ սա ոչ թե վաստակեցինք, գիտեք մարդիկ ասում են մենք հարևան ունենք, հիմա մոդա է, բոլորը շուն են կերակրում դրսում, գրեչկան էփում են, ասեն կարող է չեփեն է, տնեցիքը չկերան գրեչկան, մի քիչ դժվար է գրեչկան ուտվում, չգիտեմ խի ուտվում է դժվար, կերան բան հետո մնում է հաջորդ օրը նայում են, էս էլի գրեչկա, ասենք սպասից մնաց, հավաքում են այդ կերածները, տեսնում եմ, լցնում են ամանների մեջ, դնում են եւ գիտեք ասում են, էս ինչ լավ բար, ուշադիր լսեք, ես հարգում եմ բոլոր անասնասեր կենթանասերներին, ես հարգում եմ բոլոր այն մարդկանց, որոնք ունեն այդքան իրանց ներսում հոգատարություն կենթանիներին կերակրելու, սա շատ լավ բան է, սակայն մի բան լսիր, եթե հանկարծ մեկն ասել է, այսինչ բարի գործեր ես անում, կենթանիներին կատլետ ես տալի, գրեշկայով ձեր տան ավելացած փլավն ես տալի, այն չկերած թթված սպասն ու բորշն ես տալի, ես ձմեռորով ձունը դրած, ապրես, ես sense քո նման, հա, ես կարող եմ տնեցիքին չտամ, բայց շներին տամ, կա տես բան, տնեցիքին չտա, շներին տամ, մի խոսքով, բայց ես ուզում եմ նման մարդկանց ասել, եթե կան այսպիսի մարդիկ այստեղ, եթե չէ, ես գիտեմ, որ մեզ մեդիա հարթակից են լսելու, սա բարություն չէ, որ կնպաստի քո փրկության համար, դու չես կարող փրկվել շուն կերակրելով, դու չես կարող փրկվել կատու կերակրելով, դու դաժե չես կարող փրկվել մարդկանց օգնելով, որովհետև դուրս կգա, թե դու փրկվեցիր քո շնորհիվ, քո բարի գործերի շնորհիվ եւ դու միանգամից տեղում կանարգես Քրիստոսի խաչը, որի շնորհիվ ես փրկված, որի շնորհիվ ես փրկված, ամեն։ Ես մեր բակի կատուներին եմ կերակրում, լավ գործ ես անում, մենք հոմլեսներին էլ են կերակրում, շատ լավ ես անում, դրանք շատ լավ բարի գործեր են, բայց մենք անցյալ կիրակի լսեցինք մեր եղբայրը հրաշալի պատգամ տվեց Կորնելիոսի մասին եւ նա հրաշալի ընդգծեց մի կարևոր նախադասություն, ափսոս որ դու անցյալ կիրակի չես եղել, նա ասեց Կորնելիոսը հեթանոս մարդ էր, հələ քրիստոնյա չէր, բարեպաշտ էր, այդպես ասում Աստվածաշունչը, բարեպաշտ էր, բարի գործեր, ինքն էլ է գրեշկեն տվել երևի, շներին էլ մարդկանց է, ուրեմն բարեպաշտ մարդ էր, բարեգործ մարդ էր, աղոթող մարդ էր, դու կարող ես քիչ ձգես այդքան անես, ծոմ էր պահում, Իսրայելի Աստծուն էր հավատում, Աբրահամի, Հակոբի Աստծուն էր հավատում, բայց մի բան նրան պակասում էր ընդունելու Հիսուս Քրիստոսին որպես Տեր եւ Փրկիչ փրկվելու համար։
Քրիստոս Հիսուս եկած Նազարեթից նրա միջոցով կարող է ամեն ազգից, լեզվից, ամեն ցեղից մարդ փրկվել։ Հիսուսն է ճանապարհը դեպի երկինք։ Աստծո որդու անունով է միայն փրկությունը։ Գրված է Գործք առաքելոցում, էլ ուրիշ անուն այս երկնքի տակ, այս երկրի մեջ չկա, որով կարողանա մի մարդ փրկվել, այլ Աստծո որդու անունով։ Եվ մինչև Պետրոսը չեկավ Կորնելիոսի տուն, ավետարանը չվկայեց ու Սուրբ Հոգու հեղեղումները տեղի ունեցան Կորնելիոսի տունը, այդ ժամանակ վերջակետը Աստված դրեց։ Հիմա Կորնելիոսը փրկված մարդ է, բայց բարեգործությունները չեն օգնում ոչ մեկին։ Լավ բան է, կրկնում եմ բարեգործությունը, բայց քո բարի գործը, ես ում եմ կյանքում մեղք գործել, մարդը, ում դեմ եմ մեղք գործել, ես ինչ եմ արել, ես մի շունչ եմ շներին կերակրել եմ, հոմլեսներին կերակրել եմ, ես չեմ կերել կողքի հարևանին եմ տվել, վստահ եմ այդ սուտամ, չեմ կերել, սրան եմ տվել, չեմ կերել, նրան եմ տվել եւ այլն, ես բարոյական կին, ես բարոյական տղամարդ, խնդրում եմ կանգ առ, մի այդ աստիճան ծածկիր քեզ, մի այդ աստիճան պաշտպանիր քեզ, լսիր, մենք բոլորս մեղավոր մարդիկ ենք Տիրոջ առաջ եւ մենք բոլորս նրա թողության ներման կարիքը ունեինք եւ ամեն մեկս մեր կյանքի մի օրում ընդունեցինք նրան, որովհետեւ դա մեր օրն էր, ընդունեցինք Հիսուսին, մեր Տեր եւ Փրկիչ, խոսքի միջոցով հավատացինք, որ սրբված ենք, մաքրված ենք եւ մեր հին կյանքը վերջացած է եւ հիմա մենք նոր արարածներ ենք Քրիստոսում, այսքանը։ Ասма էս ավետարանի անաղարտ մաքուր խոսքն է սրտիդ մեջ ամուր պահիր այն ինչ Աստծո որդին է տվել, որ դու պահես, ամեն, հալելույա, փառք Տիրոջը։ Երկրորդ բանը եք նայենք, պահիր բարի ավանդը, բարի վստահությունդ, հիմա այստեղ բարի ավանդը, բարի վստահությունը, հիմա իրար հետ մենք նայեցինք ավանդ բառը մի փոքր ուրիշ ձև էր անգլերենում հնչում, բայց Աստվածաշնչից գտանք ճիշտ բառը ավանդ, գիտեք մարդ կա որ գումար ունի եւ գնում է բանկ ու ասում է ես ավանդ ունեմ, խնդրում եմ իմ գումարը ձևակերպեք որպես ավանդ եւ ասում են օ բերեք ձեր գումարը, ենթադրենք $1000 է եւ 1 տարվա մեջ այդ $1000 կաշխատի $100 ավելով, 1 տարի հետո դու գնում ես քո դրած ավանդը հանում ես եւ տենում ես այդ ավանդը հələ $100 էլ ավելացել է։ Սա բանկային համակարգի մեջ օգտագործվող տերմին է ավանդը, բայց Քրիստոսի մեջ այս ավանդը սրան նման չէ, մի փոքր ավելի ուրիշ ձև է, հա։ Ուրեմն պահիր բարի ավանդդ, բարի վստահությունը, իրար հետ հիմա պիտի տեսնենք այս ավանդ բառը որտեղից ծլեց կամ որտեղից ծագեց։ Եք միասին նայենք Տիմոթեոսի թուղթը, երկրորդ Տիմոթեոս առաջին գլխի 13-ից 14-ում գրված է հետևյալը. ունեցիր այն ողջամիտ խոսքերի օրինակը, որոնք ինձանից լսեցիր հավատով եւ սիրով, որ Քրիստոս Հիսուսի մեջ է, այդ բարի ավանդը պահիր Սուրբ Հոգու միջոցով, որ բնակվում է մեր մեջ։ Լսում եք, Պողոս առաքյալը Տիմոթեոսին մի խրատ է տալիս, ասում է պահիր բարի ավանդդ, լսում ես այստեղ բարի ավանդ բառը, այս նախադասության եւ այս հատվածի մեջ սա բանալի բառն է, պահիր բարի ավանդդ, ուզում եմ շրջվես քո կողքինիդ ասես, պահիր բարի ավանդդ։ Հիմա հասկանանք ես ինչ է այս ավանդը։ Հիմա պետք է հասկանանք ես ինչ է այս ավանդը։ Գիտեք, երեք ես մի քանի քույրերի հետ դուրս էինք եկել, հաց էինք ուտում եւ քույրերից մեկը մի հատ լավ բառ ասեց։ Ես եկել եմ տուն, կարող է դա հասարակ բան էր, բայց ես դրանից շատ եմ ուրախացել։ Ասեց, ես հիշում եմ Պողոս առաքյալի խոսքերը, որ ասեց Տիմոթեոսին, թե խորացիր վարդապետությանդ մեջ, որը ավետարանի խոսքն է, եւ առաքյալներից հանձնած այդ թղթերը այդ ուսուցումը, ասեց, սիրում եմ եւ հավատում ու հիշում եմ այս խոսքերը, թե խորացիր վարդապետությանդ մեջ, խորացիր քո անձիդ վրա, սրանով կփրկես քեզ էլ, քեզ լսողներին էլ։ Եվ ես ուրախացա, որ այս քույրը այս բառը անգիրար է, որովհետեւ դա արդեն իրանն դառ է, իսկ եթե անգիրար է, անպայման Սուրբ Հոգին օգնելու է գնա այդ խոսքի հետևից։ Ամեն։
Խորացիր խոսքի վրա, մարդկա խորանում է իր հարևանների կյանքի մեջ։ Մարդկա ամբողջ օրը տանը նստած, այդ հեռախոսը ձեռը, էս ինչ արեց, սրան լայքի, նրան գրի, սրան լայքի, նրան գրի, սիրելիս ապրիր քո կյանքով էլի։ Դու երբ ես հասցնելու քո կյանքով ապրես։ Սրա էջում, նրա էջում կտեսնի ով բաժանվեց, ով ամուսնացավ, ով է Ամերիկայից գնացե Երևան, ում են դեպորտ արե, հա, էս խի գնացե, էս գրին քարտ չունե, քեզ ինչ։ Խորացիր քո վրա, խորացիր քո տան անդամ, մենք այնքան նայելու տեղ ունենք։ Չեք հավատում, մենք այնքան նայելու տեղ ունենք, մենք բավական ենք։ Պողոսն ասում էր Տիմոթեոս, խորացիր քո անձի վրա, խորացիր այն վարդապետությունը, որը տվել եմ, սրանով քեզ էլ կփրկես տղաս, նրանց ովքեր քեզ լսում են, նրանց էլ կփրկես։ Ամեն, այսինքն մեր ապրած կյանքը դա բաց նամակ է։ Մենք քայլում ենք մարդկանց առաջ, մենք քայլում ենք մարդկանց մեջ, լսեք բարեկամներ, եղբայրներ եւ քույրեր, բոլոր մարդիկ միտք էլ ունեն, աչք էլ ունեն, հոտառություն էլ ունեն, բոլորը պարզ տեսնում են, մենք ինչ ենք մեզանից ներկայացնում։ Պարզ է, քրիստոնեությունը ես ասել եմ ու շարունակում եմ ասել, դա հեշտ բան չէ։ Քրիստոնեությունը դա խաչ կրել չի, քրիստոնեությունը դա գնալ տաճար տարին մեկ անգամ կամ երկու անգամ մոմ վառես, խումբ ծխես, սպաներ անես, դա քրիստոնեությունը ապրել Աստծո կյանքը, ապրել հավատքի կենթանի կյանքը, ապրել Աստծո խոսքը կիրառելով քո կյանքում ամեն օր։ Այո, իսկ եթե դու չես կարդում Աստծո խոսքը, դու չես կարող ապրել այդ կյանքով։ Խաչ կրելը քեզ քրիստոնյա չի դարձնում, չխաբես քեզ, չխաբես քեզ, այո, հիմա արինայինք ինչ է նշանակում ավանդ, ինչ է նշանակում ավանդ, Պողոսն ասաց պահիր բարի ավանդը, պահիր համբերության խոսքը, տեսար ինչքան բան ունենք պահելու, բարի ավանդը դա պահպանել հավատարմորեն, այն ավանդը պահպանել հավատարմորեն փոխանցել ճշմարիտ, անաղարտ ավետարանի խոսքը, առանց խառնելու, առանց մկրատով ավետարանը կտրտելու, պահիր ավետարանի լուրը, ավետարանի խոսքը, ավետարանը մեր ավանդն է, Քրիստոս ավանդել է մեզ, ավանդել նշանակում է մեկին տալ, ավանդել նշանակում է մեկին փոխանցել, նա փոխանցեց ավետարանի խոսքը, առաքյալները փոխանցեցին մեզ վարդապետությունը քրիստոնեության եւ այդ երկուսը իրար հետ մեզ համար կոչվեց ավանդ, ասաց պահի ես խոսքը, այս խոսքով փրկվելու ես, այս խոսքով դատվելու ես, ամեն, կամ մարդ որ ինչ-որ մի բան է վերցնում, ապարտ տիրոջը, Սա շատ ուսուցողական պատգամ է, սա պատգամ է, որը անմիջապես գործ ունի քո փրկության հետ, պատգամ, որը վերանայում է քո վիճակը, պատգամ, որը թույլ է տալի քեզ ինքդ անալիզ անելու, պատգամ, որը վերանայում է ինչ վիճակի մեջ ես դու այսօր գտնվում եւ արդյոք քո փրկությունը վտանգի տակ է։ Մենք տեսնում ենք ինչքան աղավաղումներ են տեղի ունենում ավետարանը քարոզելու ժամանակ, ես օրեր առաջ լսեցի մի աֆրոամերիկացի հովիվի, որը մեծ եկեղեցի ուներ, գիտեք, իրականում ոչ թող մեծ եկեղեցիները հպարտանան իրենց քանակով, ոչ փոքրերը ամաչեն իրենց քանակից, ամենակարևորը, բռնվի ճշմարտությունից, դա Հիսուսին այդքանը բավական է, քեզ պետք չունես, որ դու վազես գնաս մեծ եկեղեցի կամ վատը զգաս փոքր եկեղեցուց, եթե քո հոգին նստած այստեղ կերակրվում է, ուրեմն սա քո եկեղեցին է, այո, եւ ինչ էր ասում այդ մարդը, ասում էր քրիստոնեությունը, քրիստոնյա հովիվ է, ասում է քրիստոնեությունը չար մարդկանց ձեռն է, Զարմացա ես իր խոսքերից, ուզեցա լսեմ, ես ինչ ասում, ասաց չար մարդկանց ձեռն է, փչացրեցին ասաց քրիստոնեությունը, այտենց ոչ էր քրիստոնեությունը, բայց ասաց ես մի բան եմ հասկացել եւ կոչ եմ անում, եկեղեցուն էլ ասում էր, եւ կոչ եմ անում, հետեւյալը լսեք, սրա մասին գրված է Սուրբ գրքում, ասաց Կրիշնյան հավատում է Կրիշնյային, բուդդիստը հավատում է Բուդդային, մուսուլմանը հավատում է Մուհամեդին, քրիստոնյան հավատում է Քրիստոսին, էսենց չի կարա լինի Չի կարա լինի, պիտի սաղը մի Աստծու հավատան, ասեց, գիտեք ոնց է, թող բոլորն էլ հավատում են ով ինչի հավատումը, բայց եկեք բոլորի անունը դնենք Աստված, ես ինչ ես պատմում, ես ինչ ես պատմում դու, Կրիշնյան գալու է քո Հիսուսին հավատա, բախի ես հազարավոր տարիների մեջ չհավատաց,
Մուսուլմանը գալու է քո Աստծուն հավատա, թող գա, ով է իրան, հա? Ով է խանգարում, ինչ ես պրոպագանդում, որ լինելու է մեկ հավատք։ Չի կարա տենց բան լինի, գիտեք։ Հիսուսն ասել է, որ լինելու է մեկ հավատք, աշխարհի վերջին ժամանակներում բոլորը ունենալու են մեկ հավատք, ես դες բան չեմ տեսել։ Հա, դες մեկ հավատք կա լինելու, չէ, միլիարդավորները մեզանից առաջ մեռել են ու մահանում են հիմա ու ոչ մեկ այդ հավատքին չդարձավ։ Ափսոս չէին այդ հոգիները, եթե պիտի հանկարծ լիներ մի հատ հավատք։ Չկա տենց բան։ Քրիստոնեությունը այն հավատքն է կենթանի, որ տարբերվում է մնացած ռելիգիաներից։ Ինձ հարցրու ինչ է ինձ համար ռելիգիան, ես քեզ կպատասխանեմ այսպես։ Ձեր տանը ընտանեկան ալբոմ կա։ Երբևից եղել է ժամ ես հատկացել, որ այդ ալբոմը այսի մենք 72 թվին էինք։ Այսի հրապարակի բաների ժամացույցի տակ է, իջվել է մեր ակա ճորերը նայել։ Վայ, ել այն ժամանակ, վայ, հրապարակի տոնածառը, քյասիպ կարապետի բաներ, տոնածառեր, վայ, կա չէ՞ դες բաներ նայում ես նկարները։ Վայ, ել այն ժամանակվա մոդան մեր հակած ճորերը։ Նայում եք, չէ՞։ Դու որևէ նկար ասել է ձեզ, մի վիրավորիր մեզ։ Չի ասել, նկարները չոր նայ, ուշադիր նստի, ինձ համար ինչ է ռելիգիան։ Ռելիգիան ընտանեկան ալբոմի պես չոր նկար է, ոչ խոսում է, ոչ արձագանքում է, ոչ արարում է, ոչ որ ասում ոչ լացում է, ոչ մեղքագործում, ոչ խոստովանում է։ Ռելիգիան նման է չոր ալբոմի նկարի, բայց հավատքը կենթանի նման է մուվի, էքշններով, որ շարժվում է, գործողությունից հետո գործողություն, մեկից հետո մյուսը, ձայն, գոռոց, աղաղակ, կենթանություն, շարժ, կյանքը հավատքի այդպիսին է, բայց մնացած ռելիգիաներին, որ առաջարկում է գամտնի, ոչ մեկ չի մտնելու։ Պետք չի աղավաղել Աստծո խոսքը։ Դուք, որ հավատում եք Հիսուսին, հələ ամուր կանգնեք ձեր հավատքի վրա, մնացածի հարցը Աստված կլուծի։ Ամեն, մենք հələ չլուծած մեր հարցերը մտածում ենք, որ հավատքի մարդկանց քաշենք, բերենք, որ ընդունեն քրիստոնեությունը, բայց տեսնում եմ, որ ավելին քրիստոնյաներ կան, որ վեր են կենում եւ օֆիցիալ հայտարարում են, մենք տեղափոխվում ենք մուսուլմանության մեջ։ Ինչ ես քարոզում։ Ասած այնպիսի բաներ խոսի, որ քեզ լսողներին էլ պիտանի լինի քեզ էլ։ Ամեն։ Հաջորդը պահիր հավատքդ, համբերությունդ, պահիր հույսդ եւ պահիր քո սերը։ Սա շատ կարևոր բան է։ Այո, եք միասին նայենք Հայտնության 3-րդ գլխի 10-րդ խոսքը, որ ասում է. «Քանի որ դու պահեցիր իմ նայեք նորից ասում, համբերության խոսքը, ես էլ քեզ կպահեմ փորձության այն ժամիցը, որ գալու է ամբողջ աշխարհի վրա, երկրի վրա բնակվողներին փորձելու համար»։ Ուզում եմ տեսնենք ինչ է նշանակում համբերության խոսք։ Համբերության խոսք նշանակում է հավատարմորեն դիմանալ փորձություններին եւ նեղություններին, որը բոլոր մարդկանց կյանքում է, առանց հանձնվելու, ամուր կառչել ավետարանի խոսքից, լսում ես, մնալ անսասան անկախ բոլոր ճնշումներից եւ վստահել Աստծո ժամանակին, որ այլ ոչ թե տրվել գայթակություններին կամ հուսահատություններին, փորձություններ գալիս են բոլորի կյանքում, նեղություններ գալիս են բոլորի կյանքում, բայց լսիր հետևյալը, ասեց համբերության խոսքը ունենալով հանդերձ հավատա Աստծո ժամանակներին, Ամբակումյան ասեց, Ամբակումյան մարգարեությունում, Տերը չի ուշանում, ամբակում է, բայց եթե հանկարծ ուշանա էլ, դարձյալ սպասի, որովհետև այն օրը, որ խնդիրը հանձնեցիր Աստծուն, այդ օրվանից քո պրոբլեմը գնում է դեպի իր վախճանին, Աստծուն սպասի ու դարձյալ սպասի, ու եթե նկատես, որ մի քիչ ուշացավ, իմացի էլի սպասիր Աստծո ժամանակներին, չտրվես գայթակությանը, չտրվես վախերին, որ օրը քո պրոբլեմը բարձրացեցիր Աստծո մոտ, այդ օրվանից այդ պրոբլեմը դառնում է Աստծունը։ Ամեն։ Պահիր համբերության խոսքդ, որովհետև այս խոսքին ստիպում է, ես հիշեմ մի համար նոր կտակարանից, որ ասում է, հավատարիմ է խոստացողը, ամեն, հավատարիմ է խոստացողը, պահիր քո համբերությունը,
ամենաբարդ բաներից մեկն է ու ձեռքիցդ չտաս, որովհետև սատանան, որ ընկնելու է մարդու հետևից ընկնելու է հետևը համբերությունից հանի քեզի, համբերությունից հանի, որ որոշես ամուսնուցդ բաժանվես, համբերությունիցդ հանի, որ կնոջիցդ որոշես բաժանվես, համբերությունից հանի, որ Աստծուց հրաժարվես, համբերությունից քեզ հանի, որ անցնես մարմնավորապես բաների հոգևորի փոխարեն, նա մի բան գիտի, ինչից է թույլ մարդկությունը, համբերություն, պահիր համբերությունդ, պահիր համբերության խոսքդ, որն է դա հետևյալն է, հավատարիմ է քեզ խոստացողը, ինչ որ Աստված խոստացել է, բոլոր խոստումները Քրիստոսի մեջ, այո եւ ամեն են, ամեն, փառք Տիրոջը, եղբայրներ եւ քույրեր, մենք ունենք պատճառ վախենալու, անհանգստանալու, թե կարող ենք մի բան կորցնել, թե բոլորս բավականին ինքնավստահ ենք, որ ինչ որ այստեղ թվարկվեց, պահված է, այո, մենք պատճառ ունենք ինչ որ բանի համար պայքարելու, լսում եք, մենք ունենք պատճառ անհանգստանալու եւ ունենք կարևոր բաներ, որից պետք է բռնվենք, ես արդեն դրանք թվարկել եմ, այստեղ այս յակրը նայեք, Եվ սա, այս նկարը նայեք, երբ սա ընկնում է նավից դուրս, նավը կանգ է առնում, անկախ ինչ իրավիճակներ կարող են կատարվել ափի մեջ, ափից դուրս, որտեղ որ նավն է յակրը գցե, կապ չունի, յակրը դա համբերության խորհուրդն է, սպասիր Տիրոջը, սպասիր, ամեն ինչ, որ մեր կյանքում կատարվում է, եւ մենք ստիպված ենք լինում սպասել, դա ունի խորը նպատակ, որովհետև ես Աստվածաշունչը շատ լավ համարներ ունի, բայց ես այդ ամբողջ Աստվածաշնչից մի հատ քաղվածք ունեմ, 3 բան, որ իմ հետ երկար տարիներ տանում եմ 3 համարներ, դրանցից մեկը հետևյալն է, ամեն բան բարի գործակիցը Աստծուն սիրողների համար, ամեն բան, լավ բաները որ ելնում են, լավ բաները, վատ բաներ, ամեն բան, բարի գործակիցը Աստծուն սիրողների համար, ամեն, ինչ որ քո կյանքում կատարվել է, ինչ որ քո կյանքում դեռ կկատարվի, այդ ամենը Աստծով թույլատրված է, ամեն բան բարի գործակիցը Աստծուն սիրողների համար, հաջորդ բանը, որ ինձ հարցնես, էլ որ համարն ես շատ սիրում, ես կասեմ հետևյալը, մարդի սրտում շատ որոշումներ կան, բայց կկատարվի առակացն է ասում միայն Աստծո որոշումը, դա նշանակում է, եթե դու գլխանց սովորես հնազանդվել եւ խոնարհվել Աստծուն, սпасելուդ ճանապարհը կկրճատվի, ամեն, փառք Տիրոջը, շատ լավ, Ուզում եմ, որպեսզի քո թանկագին կյանքը, եղբայրս եւ քույրս, սիրելի Աստծո ժողովուրդ, չանցկացնես մարդկանց բաներ ապացուցելու մեջ անօգուտ է, ես ասեմ քեզի դու ասես ինձի, ես ասեմ մի րոպե սպասի, ես ասեմ, բա դու են թվին որ արեցիր, բայց էդի դու արեցիր, դրա համար ես ասեցի եւ այսպես պայքարել ինչ որ մեկին բան բացատրել, անօգուտ գործ է, ներվերդ ամբողջ քանդվելու է, կրկին ձեր թշնամությունը մեծանալու է եւ դու զգալու ես որ այս պայքարի մեջ ոնց որ մի բան էի ուզում անեի դե դա ոչ մեկին չեմ ասի բայց հասկացողը կհասկանա մտքումդ ասում ես ես ուզում եմ պաշտպանել իմ եսը ինչու ոչ մեկի հետ որ կռիվ ես տալիս ես մի պատճառով որ եսդ պաշտպանես գիտեք այդ մեր եսը անիծյալ բան է էտա մեր տունը քանդը Հա? Ալո, այդ եսն է մեր տունը քանդը։ Էդի չկես, ստեղ տեսան արտահայտություն կա, եկա լսեցի, էդի ինձի չեմ կերցնի։ Նայի Հիսուսը հանգարց աղով բիբարով չկերցնի, էդ աղով բիբարով վրենցանի, էդ ինձ չեմ, էդ գարդս հապարտուտ, ես էդ ինձի չեմ կերցնի։ Բայց էդ եղել է քո հետ, դա թույլ է տվել Աստված քո կյանքում։ Այո, կամ մարդ, որ ինձ լսում է, դա թույլ է տվել Աստված քո կյանքում, էդ ինձ չկերցրեցի, թույլ է տվել, որ դու խոնարհվես։ Մենք միշտ խնդրեմը, որ գալիս է մեր կյանքի մեջ, փնտրում ենք, թե ում վրան էդի գցենք։
Պրոբլեմը, որը եկել է ու քո աչքերից լացաբեր է արցուն, դա եկել է քո պատճառով։ Պարզ է։ Այստեղ նստած որևէ մեկը վնասել է քեզ այսօր։ Ոչ, որովհետև դու իրեն չես վնասել։ Այդքան բան։ Որևէ մեկը ցավոտ խոսք է ասել այսօր քեզ, որևէ մեկը արհամարեց։ Ոչ, որովհետև դու իրեն չես արհամարել։ Եվ այսպես մենք հանգիստ ապրում ենք, ձեռ չտալով ուրիշին, բայց եթե մի տեղեր ենք մտնում ու փորձում ենք այդ մեր եսը պաշտպանել եւ ուրիշին խրատել, մենք խորը պատմության մեջ ենք ընկնում։ Պարզ է, գնանք առաջ։ Ամբողջ մեր խոսքը սրա վրա է, պահիր այն ինչ որ Աստծո որդին է տվել, քանի մարդ հասկացա, որ շատ բան ունենք պահելու, հələ դեռ ունենք պահելու, հələ գնում ենք առաջ։ Եվ ուզում եմ ասել, որ ժամանակդ մի կորցրում։ Ես վաղուց դադարել եմ մարդկանց ապացուցելու։ Եկ այստեղ քեզ բան ասեմ, գնա այնտեղ մարդուն մի անգամ մի բան ասացի, չընդունեց, մի գնա հետևից։ Որտեվ եթե երկրորդ անգամ գնաս, ավելի խորը չի ընդունելու։ Հա, մի գնա հետևից։ Գիտեք, աշխարհը, մեր աշխարհը, որի մեջ մենք այսօր ապրում ենք, բավականին անհանգիստ աշխարհ է։ Դուք նկատում եք, որ մենք ուզում ենք վերադառնալ այն հին ժամանակները, որտեղ կար ստաբիլություն, հանգստություն, որտեղ այս լուրերը չէին խեղդում քեզ, բայց իսկը հակառակը դրա մենք գլորվում ենք ավելի ներքև, աշխարհը գլորվում է ավելի ներքև։ Դու չես իմանում վաղը ինչ օր կլինի քեզ համար։ Դու չես իմանում կարող է վաղը առավոտ ինչպես 2020 թվականի մարտի 15-ին մենք արթնացանք եւ հայտարարվեց աշխարհը ժամանակավոր փակ է։ Եվ մենք ինչ ապրեցինք բոլորս, կոլապս, աշխարհը ներխուժեց մի այնպիսի համաճարակ, որ կտրեց բոլորին իրարից, բավական չի, կանգնացրեց աշխարհը եւ միլիոնավորների կյանքն էլ կուլ տվեց տարավ, հիմա մի հատ ուրիշն է ճանապարհին գալիս է, Հնդկաստանից, լա, Հնդկաստանը որն է, լա, երկեր պարելով, սպեցներով, գույներով գալիս է, նիպահը անունը, նիպահը եսի մինչը գալիս է, մենք արի խնդանք, բայց կարող է մի հատ տենց միս արթնանանք ու լսենք աշխարհը ժամանակավորապես փակ է, հասցրու ապրել, հասցրու հաշտվել մարդկանց հետ, հասցրու, որովհետև վաղ առավոտյան կարող է էլ չհասցնես։ Մի բան էլ եմ ուզում ասեմ, որ հասցնես, հասցրու ոչ թե շներին լավություն անես, հասցրու լավություն անել մարդկանց, այո, հասցրու հաշտվել այն մարդկանց հետ, ու մտքի դրել էր, որ ուզում ես իրանց հետ հաշտվես, որովհետև եթե դու դա այսօր չանես, վաղ առավոտյան կարթնանաս ու կլսես, նա իլևս չկա, այո, հասցրու այցելել ծնողիդ, հասցրու այցելել այն հանձնավորությանը, որը հարազատ է քեզ, միգուցե, եթե հանկարծ մի օր որոշես հագնվես ու գնաս իր տուն, էլ չհասցնես, հասցրեք անել այնպիսի գործեր, որոնք պարտք չմնան ձեր վրա, ինչու եմ ես այս պատգամն այսօր բերել, մի բարձ պատճառով Հիսուս Քրիստոսը տուն է վերադառնում, և մեզ արթնանալ է պետք, ես ասացի նա տուն է վերադառնում, մեզ արթնանալ է պետք, եկեղեցի քեզ արթնանալ է պետք, արթնացիր, Քրիստոսը տուն է վերադառնում, Աստված տուն է վերադառնում, եթե 2000 տարի առաջ աշխարհ եկավ Աստծո որդին որպես գառ, ապա 2000 տարի հետո նույն աշխարհը վերադառնում ոչ թե գառն Աստծո, այլ ահեղ դատավորը, արթնացիր, դու պարզապես պիտի արթնանաս, այո, պիտի արթնանաս, հաջորդ բանն եմ ուզում, որ դու տենաս, անզգուշ մի եղեք, մենք իսկապես կորցնելու բան ունենք, անզգուշ մի եղեք, գիտեք միգուցե այստեղ որևէ մեկը գար, մի քարոզիչ եւ ասեր, չէ, եղբայր ջան, այս պատգամը կարած չլսես, ոչ մի բան չես կորցնելու, գնա հանգիստ քո կյանքով ապրի, տեսես ձեր տուն ինչ ես արկե, վերմիշելով փլավ, այդ միացածսկիա կատլետա դեր խեղտի բրթի թող գնա ինչ կորցնել, ինչ բան, Հիսուսը ինչ տվելա պահելու է, ես մոտենում եմ դրան, եթե կա այստեղ մեկը, որ նման կարծիք է իր ներսում ձևավորել, ես մոտենում եմ դրան, որ պատասխանեմ քո հարցին, հաջորդ բանը, պահիր փրկությունդ, ահա հարց, որին ուզում եմ մոտենամ, պահի փրկությունդ, այն կարող ես կորցնել, իսկապես,
Ես չեմ ուզում այս եկեղեցի այլևս հաճախեմ, որովհետև այստեղ ասեցին, որ կարող ես փրկությունդ կորցնել։ Հարց, որը ամեն ժամանակներում, կարամ ասեմ քեզ դարերի մեջ եղել է խայտարակ վիճելի հարց։ Արդյոք հավատացյալը կարող է կորցնել իմ փրկությունը։ Թույլ տուր ես իմ կարծիքն ասեմ։ Ես չգիտեմ ինչ կարծիքի ես դու, ես չգիտեմ ինչ կարծիքի են ուրիշ քարոզիչները, բայց թույլ տուր ես ասեմ իմ կարծիքը մարդ, որը երկար տարիներ ուսումնասիրում է Աստծո խոսքը եւ ունի ակտիվ 30 տարվա քրիստոնեական ծառայության փորձ, որ հանդիպել է հազարավոր մարդկանց իր կյանքի ճանապարհին, թույլ տուր ասեմ եւ ես միանշանակ կպատասխանեմ, կարող է քրիստոնյան կորցնել իր փրկությունը։ Այո։ Հիմա ինչ որ մեկը կասի, չի կարող, որովհետեւ ես այդ տեղը գիտեմ որտեղ է գրված, որովհետև այն ձրի պարգև է, թույլ տուր բացատրեմ, որ դեպքում կկորցնես։ Ես չգիտեմ Աստված տա, որ այս եկեղեցում չլինի նման մարդ, որ ես իմ սեփական աչքերով տեսնեմ ոնց է կորում, Աստված չանի, հույս ունեմ, որ այստեղ նստած են մարդիկ, ովքեր սիրում են Հիսուսին, ովքեր հետևում են Հիսուսին, բայց թույլ տուր ասեմ, որ պատճառով կկորցնես։ Հետաքրքիր է քեզ, ասում են, որ փրկությունը դա ձերի պարգև է, ճիշտ են ասում։ Այդ մասին ասում է Կողոսացիներից թուղթը, այդ մասին ասում է Եփեսացիներից թուղթը, լավ, դա այդպես է, որովհետև փրկությունը դա ձերի պարգև է Քրիստոսից, մենք նրա շնորհքով փրկված ենք եւ արյունով լվացված ենք։ Միանշանակ ճշմարիտ դոկտրինա։ Բայց ոնց կարելի է, որ դա, գիտեք, ինձ ասում են, ենթադրենք ես սա նվեր եմ տվել ձեզ, այստեղ նայիր, հələ մի հատ տես ինչ բանալն է բացատրություն է տալի, ասում է ենթադրենք ես սա ձեզ նվեր եմ տվել, նվերը հետ չեմ վերցնում, բացատրեց, այս ջուրը տվել եմ քեզ նվեր, ասում է նվերը հետ չեմ վերցնում, Հիսուսը մեզի փրկություն է տվել եւ այդ նվերը հետ չեմ, ուշադիր այստեղ, արդյոք կարելի է կորցնել փրկությունը։ Այո, որ դեպքում ներեցեք, այն դեպքում, եթե դու ապրում ես շարունակական մի մեղքի մեջ, որի համար չես զղջում, հաստատ կկորցնես։ Մի բան, որը գրգռում է Աստծո բարկությունը, դա հետևյալն է, չզղջված մեղքը, լսում եք, ես մի 3 անգամ կրկնելու եմ, չզղջված մեղքը պատճառ կհանդիսանա դու կորցնես քո փրկությունը։ Եթե մի մարդ մշտապես նույն մեղքի մեջ է եւ անընդհատ լսում է, որ Աստված ասում է վերջացրու, դադարիր, վերջացրու, սա վտանգավոր է եւ ինքը շարունակում է դեռ դրա մեջ մնալ ու ոչ էլ զղջում արածի համար, այդ անձնավորությունը կարող է կորցնել իր փրկությունը, ովքեր ուզում են թող ինձ լսեն եւ ովքեր ուզում են հետո հանդիմանություններ գրեն, ես կարող եմ դա ապացուցել, որ տուն գնաս, ինձանից քեզ խորհուրդ, կարդա Եբրայեցիներից 6-րդ գլուխը, լավ, անպայման կարդա 6-րդ գլուխը, էլ որ դեպքում կարելի է կորցնել միայն մեղքը, որը չի զղջացվել, ոչ, կարելի է կորցնել փրկությունը հավատուրացության պատճառով։ Երբ որ հավատացյալը գիտակցաբար մերժում է Քրիստոսին, գիտակցաբար ուրեմն թողնում է իր հավատքը, որովհետև ինչու այս դեպքում կարելի է, Տեր, իսկ կլինի մերժեմ քեզի, գնամ ապրեմ ուրիշ կյանքով, մի հատ ուրիշ Աստծո ծառայեմ, հետո նորից գամ մի հատ եք, չկա տենց բան։ Կարդա Եբրայեցիս 6-րդ գլուխը անպայման տանը կարդա։ Քրիստոնեությունը սիրում է եւ ընդունում է մի բան՝ շարունակական հավատարմություն։ Որ կինը եւ որ ամուսինը իր կնոջից եւ ամուսնուց հավատարմություն չի ակնկալում, հա? Ոչինչ որ անկարծ իմանաք ձեր ամուսինը կողքից ալելույա։ Դի մարդը զբաղվում է։ Դա ինչ անենք։ Կամ ինչ որ մեկի ամուսինը իմացավ, կինն է զբաղվում։ Դու ընդունում ես այդ անհավատարմությունը, ոչ, որ դուք ամուսնանում եք, դուք հավատարմության երթում եք ուտում, եկեղեցում, մարդկանց առաջ, իրար առաջ, Աստծո առաջ, թե այդպես չէ։ Քրիստոնեությունը ակնկալում է շարունակական հավատարմություն, եղբայրներ եւ քույրեր։ Քրիստոնեությունը դա խաղոպար չէ։ Քրիստոնեությունը բեմերից ցիրկություն անել եւ Աստծո խոսքը աղավաղել չէ։ Աստծո խոսքում սևով սպիտակի վրա գրված է. Աստված ակնկալում է ամեն իրան հավատացողից հավատարմություն։ Ինչու՞։ Որովհետև նա էլ հավատարիմ է քեզ։
միլիարդ անգամ ընկել ես, միլիոն չէ, միլիարդ, այդքան անգամ էլ նա բարձրացրել է քեզ։ Առակաց գրքում գրված է, արդարը 7 անգամ էլ կընկնի, բայց նրան 7 անգամ էլ Տերը կբարձրացնի։ Իրա Տերը, ընկնողի Տերը Աստվածա, քո գործը չի, բարձրացնումը, բա ոնց է լինում։ Բարձրացնումը, շնորհք անում, լվանում եւ մաքրումը իմ եւ քո կեղտերը, մեղքերը, հա։ Եվ շարունակական օրհնումը քեզ ու շարունակական ներումը, բայց կա մի հատ բայց ամեն բան այս աշխարհում ունի ավարտ։ Համբերությունը, շնորհքը, սերը ամեն ինչ ավարտ ունի։ Ամեն դու չես կարող շարունակական մեղքի մեջ ապրել, մնալ եւ վայելել Աստծո սերը, լավ էլի։ Վայելել Աստծո սերը, չզղջաս այդ մեղքի համար, այդպես հարմար ես գտե, տենց էլ ապրում ես ու միշտ գործն է։ Դա իմ կյանքն է, ինձ չկպնեք։ Շատ լավ, ապրիր քո կյանքը ինչպես ուզում ես։ Բայց իմացիր, այսօր, այս հասարակ սովորական օրը, այս հասարակ եւ սովորական օրը, վերցրու այս պատգամը ու գնատուն ու ոչ թե մտածի այլ լաց եղիր։ Տեր օգնիր ինձ ուժ տուր, Տեր օգնիր եւ ինձ ուժ տուր ազատվելու Տեր, ազատվելու ես խնդրից, լսեր, մի լավ բան ասեմ քեզ, եթե մեկը կա այստեղ, որ շարունակական մեղքի մեջ է, բայց քո սրտում դու ասել ես Տեր, ես ուզում եմ ազատվել այս մեղքից, ես ուզում եմ ազատվել այդ մեղքից, դու ասա դա Տիրոջը, դու ապացուցիր Աստծուն, որ դու ուզում ես դրանից ազատվես, բայց չես կարող, բայց մի առավոտ արթնանալու ես, տենալու ես, դու ունես զորություն, ես ասացի պահիր այն, որի անունն է Սուրբ Հոգի, որ գալիս է զորացնելու հավատացյալին, մեղքին ոչ ասելու, մի առավոտ արթնանալու ես ու զգալու ես դու անձամբ ես կռվում այդ մեղքի հետ։ Ամեն։ Հալելույա։ Եկ մի հատ համար նայենք, Փիլիպեցիս մի թուղթը նայենք, հալելույա, փառք Տիրոջը, շատ լավ, Փիլիպեցիս երկրորդ գլուխ 12-ից 13-ում գրված է, ուրեմն իմ սիրելիներ, ինչպես որ ամեն ժամանակ հնազանդվեցիք, ոչ միայն իմ ներկայությանը, յանի իմ ներկայության ժամանակ հնազանդ էիք, այլ հիմա առավել եւս իմ բացակայության ժամանակ գրում է Պողոսը, ահով եւ դողով ձեր փրկության համար գործեցեք։ Եթե փրկությունը ձերի պարգև է, եղբայրներ եւ քույրեր, նույն Պողոսը, որ գրել է Եփեսացիների թուղթը, որտեղ փրկության մասին գրված է, նույն Պողոսը, որ գրել է Կողոսացիների թուղթը, որի մեջ նույնպես գրված է փրկության մասին, նույն Պողոսը Փիլիպեցիների թուղթում ասում է, ահով եւ դողով գործեցեք ձեր փրկության համար։ Ես ուզում եմ երկու բան այս կոնտեքստից առանձնացնել։ Ասում եմ, մեկ թարգմանության մեջ գրած է, ահով եւ դողով աշխատեցեք ձեր փրկության համար։ Լավ։ Հիմա աշխատեցեք, սա ինչ է նշանակում, ուզում ենք հասկանանք, աշխատեցեք։ Ստեղ չի ասում աշխատեցեք, որ փրկություն ձեռք բերեք, փրկությունը արդեն տրված է, ասում են նկատի ունի, որ այստեղ նկատի ունի Պողոսը, որ աշխատեք ձեր բնավորության, մաքրման, սրբացման եւ հնազանդության զարգացման համար։ Պարզ է, ձեր բնավորության, ես հենց սկզբից ասեցի, հավատքը ինչ է անում, փոխում է մեր բնավորությունը։ Ավետարանի ճշմարիտ խոսքը ինչ է անում, փոխում է մեր բնավորությունը։ Ստեղ ասում է աշխատեք ձեր բնավորության վրա, աշխատեք հնազանդության զարգացման վրա։ Աշխատեք, որովհետև որքան որ դուք ավելի խոնարհ լինեք Տիրոջ առաջ, ավելի հնազանդ լինեք, դուք մեծ շանսեր ունեք, որ այս վտանգը ձեզ չի սպառնա, կորցնել փրկությունը։ Բա ինչ է նշանակում հով եւ դողով, մենք որդիներ ենք, մենք չենք կանչված, որ Աստծուց ստրուկի պես վախենանք, դողանք, այստեղ խոսքը ստրկական վախի մասին չէ, այստեղ խոսքը նրա մասին է, պատկառանքով վերաբերվիր Աստծուն էլ, նրա խոսքին էլ, ամեն, ահով եւ դողով, այս արտահայտությունը նշանակում է Աստծո նկատմամբ, ունենալ երկյուղացություն, ամեն, երկյուղացություն, գիտեք, եղել է երբևիցե
ձեր տան մեջ մեծ մեկն է եկել եւ դուք ոտքի եք կանգնել, որ ինքը եկել է։ Դա հարգանքի նշան է, այսինքն դուք պատվել եք ոտքի կանգնելով։ Հիմա ոչ մեկի առաջ ոտքի չի կանգնում։ Մեր սերունդի ժամանակ մենք տրանսպորտի մեջ էինք, ոտի կանգնում, ամենտեղ ոտի էինք կանգնում, փառք Աստծուն, որ այտենց ենք դաստիարակվել։ Փառք Աստծուն։ Հիմա մեծ կա, փոքր կա, մարդը կարող է փռված, չռված լինի դիվանում, սկի ոտի չկանգնի, ծնող եւ այլն, բայց հարգանքը եւ պատկառանքը դա դողալը, դա ստրկական դողը չէ, դա երկյուղացություն ունենալն է Աստծոց։ Երկյուղով, ասма նայեք սիրելիներ, ինչպես որ ամեն ժամանակ հնազանդվեցիք ոչ միայն իմ ներկայության, այլ նաեւ բացակայության ժամանակ հորդորում եմ ձեզ, որ ահով եւ դողով ձեր փրկությունը իրագործեք։ Իմ գրքում գրված է աշխատեցեք ահով եւ դողով ձեր փրկության վրա։ Դե նա եթե ինձ ձրի է տրված, ել ինչի աշխատեմ, որովհետեւ անհնազանդությունը դա բորբոքում է Աստծո բարկությունը, այո, իսկ հնազանդությունը մեղմացնում։ Դրա համար աշխատել բնավորության, հնազանդության, սրբության, խոնարհության զարգացման վրա։ Ահա ինչի վրա աշխատել։ Այո, այո։ Սիրելի Աստծո, սիրելի ժողովուրդ, մի թող որ քո սիրտդ մնա մեղքի մեջ։ Մի թող որ կյանքդ ընկղմված լինի մեղքի մեջ։ Մեղքը հարբեցնող գինու նման է, որ խմեցիր էլ չես կարում պահես քեզ, որ խմեցիր միտքը։ Նկատել եք խմած մարդկանց միտքը մթագնում է։ Անամ սիրավնո չի հասկանում, գիտեք, Աստծո մարդը պիտի ունենա ողջ համտություն, Աստծո մարդը պիտի ունենա ստապ միտք, մի հարբիր այս աշխարհի մեղքի գինիով, որ չթմրի քո միտքը, որ չզգաս ոնց փեսան եկավ, ոնց փեսան գնաց ու դու մնացիր։ 10 կույսերը գնացին Հիսուսին դիմավորելու, 10-ն էլ ունեին իրանց ձեռքին ճրագակալներ, 10-ի ճրագակալների մեջ էլ լույս կար, բայց ոչ բավարար մնացած 5-ինը։ Այն 5-ը սպասեցին մինչև վերջ, որովհետև զապաս ունեին, բայց այն մի 5-ը դրանք էլ էին, հա, ոնց որ Տեր կանչում Հիսուսին, հա, տենց է գրված։ Ով կարող է Հիսուսին կանչել Տեր, եթե ոչ Աստծո հոգով։ Նրանք ասма գնացին նույն փեսային դիմավորելու, 5-ը, որոնք արթուն էին, գնացին, 5-ը մնացին, որտեղ մնացին, պարզ գրված է։ Չգիտեմ քո ավետարանում այդպես է գրված, իմում գրված է, որ մնացին դրսի խավարում, որտեղ կա լաց եւ ատամների կրճտոտ, բայց այդ 5-ն էլ էին գնացել փեսային դիմավորելու, հա, ավետարանը մկրատով չկտրտես։ Ավետարանը կարդա այնպես ինչպես գրված է։ Ամեն։ Այո, չհարպես ես աշխարհի մեղքը գունավոր է, նկատել եք։ Եթե մեղքը մոխրագույն ելներ, ոչ մեկ դրան ձեռք չէր տա, բայց մեղքը գունավոր է, բայց նրա գույներն են հետո կեղտոտ խառնվում, երբ Աստծո խոսքը վրա է հասնում, ջրի պես խառնում է դրա գույները, միտքդ արթուն պահիր։ Չհարպես ոչ գինիով, ոչ էլ մեղքով, արթուն մնա։ Աստծո որդին վերադառնում է, դու ունես վտանգ ինչ-որ բան կորցնելու, պահիր այն ինչ-որ Աստծո որդին պատվիրել է քեզ պահելու, այո։ Եվ մի տեղ էլ եմ ուզում կարդամ ու մոտենում ենք ավարտին, Հովհաննես ավետարան 10:10 գրված է, այս համար այնքան, անգիրար է այս համարը, գողը գալիս է միայն գողանալու համար, սպանելու և կորստյան մատնելու համար, գողի նպատակը որն է, ես եկա, տարբերություն է բերում, ասում է գողը, որ գալիս է գողանալու և թալանելու համար, բայց Հիսուսն ասում է, ես եկա, որ դու կյանք ունենաք և ավելի առատությամբ այն ունենաք, մի թող, որ գողը գողանա այն, ինչ Աստծո որդին պատվիրել է քեզ պահելու, ավետարանի բարի լուրը, ավետարանի ուսմունքը, բարի խոսքը, համբերության խոսքը, բարի ավանդը, մի թող, որ դևը գողանա, նա նրա համար է քո կյանքում, որ այդ ամեն ինչը գողանա և քեզ մերկ թողի արթնացիր։ Ես չեմ կարող մեկ իջնել և ասել, արթնացիր քույրս, ինձ նայր, այստեղ նայր, արթնացիր, չեմ կարող, ես այստեղից բոլորիս եմ ասում, ինձանից սկսած, արթնացիր։ Մենք պարտավոր ենք արթնանալու, մենք իրավունք չունենք աշխարհի մարդկանց պես քնելու,
մենք իրավունք չունենք քնելու, բավական եղավ թափահարես ուրիշներին։ Նայիր քեզ, փրկությունը անհատական է։ Դու չես կարող, որ Հիսուսը գասեց, մի րոպե մի հատ պատմությունս պատմեմ, գիտես խի եմ այսօր ննգե, չկա տենց բան, ոչ լեզու, ոչ խոսք, ոչ էլ ժամանակ, էլ չունես։ Չունես։ Գիտեք, մարդ կա ում կյանքում հեղեղի պես մեղքն է թափում, բայց ես քեզ կոչ եմ անում, եղբայրս եւ քույրս, թող քո կյանքում հեղեղի պես թափվի Աստծո շնորհքը։ Թող շնորհքը հեղեղի պես թափվի քո վրա։ Եվ վերջին բանը պահիր պսակդ, որ չգողանան, պահիր պսակդ։ Հիսուսն ասեց հայտնության գրքում, պահիր պսակդ, պահիր այն ինչ ունես, որ չգողանան, մի խառնվիր աշխարհի հետ, մի խառնվիր Աստված դատապարտելու է այս աշխարհը, Աստված վերացնելու է այս աշխարհը, մի կարճիր այսքան այս աշխարհից, դու տուն պիտի գնաս, քոնը այս աշխարհը չէ, մենք տուն ունենք վերևում պատրաստված, հարդարված, տուն ունենք երկնքում, և ուզում եմ, որ ամեն մարդ իմանա, ես և դու պանդուղտ ենք այս երկրի վրա, պանդուղտ մարդը չի կարա կարճի այս երկրից, ապրիր այսօրվա օրդ, հնարավորին չոպ ապրիր այն ճիշտ, հնարավորին չապ ապրիր այն մաքուր, հնարավորին չապ ապրիր Աստծուն փառք բերելով, իմացիր, Աբրահամը նայում էր երկնքին, Աբրահամ, ինչ ես գործրել վերևում, ում ես գործրել վերևում, ամեն օր նա նայում էր երկնքին, գրված աչքերը հառած մտիկ էր տալիս երկնքին, այն խոստացողի խոստմունքներին, Աբրահամը գնաց տուն, այդ խոստմունքները չտեսավ, բայց այստեղ նստած յուրաքանչյուր մեկդ այդ խոստմունքի պտուղն է։ Եկ մի բան էլ նայենք, պահել պսակը ինչ է նշանակում, մատերի արանքով մի նայր եկեղեցի հաճախելուն, սա ինչ բան է, եկեղեցի հաճախելուն, Աստծո խոսքին, աղոթքին, մատերի արանքով մի նայր վտանգավոր է, դու պետք է անսասան մնաք ձեր համոզմունքներին, թույլ չտալով, որ որևէ հանգամանքներ կամ որևէ մի բացասական բան ստիպեն ձեզ, որ դուք ձեզ անարժեք զգաք։ Ձեզ տանը կարող է ուրիշ ձև են վերաբերվում, ձեզ տանը կարող է ուրիշ բաներ են ասում, մեկը կուզի, որ ինքը իր ամուսնու համար սիրված կին լինի, ապա ոչ թե ասի, աղջի, բաջաշը տակացրը, ու դու մտածում ես, ոնց եմ, ուզում ասեմ, աղջին պապայի տավտոյի համարն է, բայց Հիսուսը քեզ չի դիմում աղջին, ասում է, որ դու իմ պսակիս թանկագին քարն ես, որևէ հանգամանք և որևէ մարդ թույլ չտաս, որ քեզ անարժեք զգալ տա, որ դու իբրտեմ ոմն մեկն ես, կարող է իր համար ոմն մեկն ես, բայց Աստծո աչքի լույսն ես, դու Աստծո աչքի լույսն ես, կարճած մնալ հավատքիդ, պետք է կարճած մնալ հավատքից, Պետրոսն ասում էր, կերեք և խմեք բանական և անխարդախ մաքուր կաթը, որը ավետարանի խոսքն է, երբեք ավետարանի խոսքը կարդալուց ոչ խելքդ կգցես, քցածը հետ կգա, այդ ես եմ քեզ ասում, քցածը տլը հետ կգա, Աստված տեղն է բերում իր խոսքով քո կյանքում ամեն բան, ինչը սատանան թափահարելու թափել է քո կյանքից, բռնել
բռնվիր հավատքի խոսքից, դա համբերության խոսքն է, դա ավետարանի անախարտ խոսքն է, կերետ խոսքը, ճիշտ ինչպես երեխան կաթը կուտի ու այդ կաթից կմեծանա, ավետարանը քո կաթն է, կեր, ամեն։ Պահպանիր քո խաղաղությունը ոչ մի դեպքում և ոչ մեկի պատճառով ձեռքիցդ չտաս, այո, և քո հոգևոր առաջընթացները կամ քո հոգևոր հաջողությունները չտաս փոխզիջման։ Փարավոնն ասեց, արեք գնանք փոխզիջման։ Դուք գնում եք ձեր Աստծուն պաշտելու, գնացեք, բայց ձեր ամուսինները թո մնան, անասունները թո մնան։ Խես կպել անասուններին, որովհետև գիտեր, որ հրյան առանց զոհի չի կարող երկրպագին Աստծուն։ Սատանան 6000 տարեկան է, իմացիր, ով որ քո հետ պատերազմում է, դա լակոտ չի, դա պատերազմին արժեք ունեցող հակառակորդ է, он достойный соперник для войны. Դիավոլ, խաղճան ես, նա 6000 տարեկան է, պահիր հավատքդ, իմացիր քո արժեքը Քրիստոսի մեջ, ինձ պետք չէ գիտեք, որ ձեզանից որևէ մեկը իմ արժեքը ասի, ձեզանից որևէ մեկը, եթե ինձի որևէ լավ բան չասի, ես դրանից չեմ տանջվի, գիտեք ինչու, որովհետև վաղուց ի վեր ես գիտեմ իմ արժեքը Քրիստոսի մեջ և դա ինձ բավական է, դա ինձ բավական է, ես մարդկա որ կարճացա ինձ նկատեք, ինձ մի բան ասեք, հասարակական կարծիքից կախված մարդը ամենախեղճ մարդն է, դու նա ինչ կարծիք ունի երկինքը քո մասին, դա է կարևորը, այո, դա է կարևորը, և կոմպրոմիսների չգնաց լավ, ձեռքիցդ ասում եմ եկեղեցի չգնա, դե լավ, կգնամ փոխզիջման, չեմ գնամ, որտեղ սիրտդ ուզում է կարողանում ես գնալ, բայց հենց հերթը հասնում է եկեղեցում փոխզիջման ես հետում, սա վտանգ է։ Քո ամուսինը կլինի, թե քո կինը կլինի, բացատրիր, դու իմ մարմնի տերն ես, և դա փաստ է, կինը կասի ամուսնուն, ամուսինը կնոջը, այմ հոգու տերը, դու չես, Հիսուսն է, դու չես կարող ինձ զրկել նրանից, նա իմ հոգու տերը։ Եվ այս ամբողջը, որ լսեցինք պահիր սա, պահիր սա, պահիր նա, այս ամբողջը և քո հավատքի գործերը հարստացնում են քո պսակը, ամեն, հավատքն առանց գործերի զրո է, ես կեզ հրավիրում եմ կանգնել ոտքերիդ վրա, սիրելի Աստծո ժողովուրդ, գիտես ես մի հասարակ նախադասությունով ուզում եմ ավարտել այսօրվա իմ պատգամը, մի մտածիր, մի վախեցիր, վստահիր Աստծուն, Տերը մեզ անպայման կօգնի, անպայման, որովհետև մենք նրան ենք վստահել, քո փրկության հարցում, քո պարգևի հարցում, ավանդի հարցում, համբերության խոսքի հարցում, նա անպայման մեզ կօգնի, այո, արի վստահենք նրան, և եկ մի հատ կարճ աղոթք անենք լավ, որից հետո ունենալու ենք հաղորդություն, ուզում եմ, որ դու խոնարհես քո գլուխը, կամ մարդ, որ կուզի աղոթի դիր, չստեղ մի արի, այդեղ աղոթի, կամ մարդ, որ ուզում աղոթի, ես հարցնում եմ, կամ մարդ, որ ուզում է կանգնած տեղը խոսա Հիսուսի հետ, մի հատ ակտիվ եղեք, կամ մարդ, որ այստեղ ուզում է խոսա հիմա Հիսուսի հետ, եթե դու այն մեկն ես, որ կարիք ունես աղոթելու, ուրեմն բարձրացրու քո ձեռքերը և հենց հիմա սկսիր աղոթել, ու մի փակի քո բերանը սկսիր աղոթել, ես չեմ կարող աղոթել, դա սուտ խոսք է, բայց մենք կարողանում ենք լավ բամբասել, մենք կարողանում ենք լավ չարախոսել, բայց աղոթել չգիտենք չկա տենց բան, բարձրացրու քո ձեռքերը և սկսիր աղոթել և ասա Տեր ողորմիր ինձ, որ չկորցնեմ ոչ մի բան, օ Տեր, ուրեմն հնարավոր այսքան բաներ կորցնել, դու այսքան բան ես ինձ տվել, պահիր այն, ինչ Աստծո որդին է տվել քեզ, այսօր մենք լսեցինք Տեր, որ դու մեզ տվել ես, փառք ես Տեր, մեզ տվել ես համբերության խոսք, մեզ տվել ես բարի ավանդ, մեզ տվել ես առաքյալների կողմից ուղարկված, հաստատված
առողջ վարդապետություն, մեզ տվել ես բարի լուրը ավետարանի հավիտենական այդ առողջ բարի լուրը, մեզ հաշտեցրել ես Աստծո հետ, մեզ տվել ես փրկություն, մեզ տվել ես Սուրբ Հոգուն, մեզ տվել ես հավատք, մեզ շատ բաներ ես սովորեցրել Տեր, շնորհակալ ենք Տեր Հիսուս, շնորհակալ ենք քեզանից Տեր, բայց մի հատ խնդրանք ունենք, օգնիր մեզ Տեր, ավելնորդ չենք համարում Տեր, մեկ անգամ ևս Տեր, խնդրել քեզ, որ դու օգնես մեզ, որ այն ինչ որ տվել ես մեզ, կարողանանք հավատքով պահել Տեր, օգնիր մեզ, մենք քո կարիքն ունենք Տեր, դու մեր սրտերը տեսնում ես, դու մեր ճանապարհը ինչի միջով մենք անցնում ենք, դու տեսնում ես մեր դժվարությունները, հարցակումները, փորձությունները, պայքարները, օգնիր մեզ Տեր, ուղղակի ներխորժիր, ես չեմ ասում Տեր արի, ես չեմ ասում եկ Հիսուս, ես ասում եմ ուղղակի ներխորժիր, բոլոր այն հավատացյալ ժողովրդի կյանքում, ովքեր քո կարիքն ունեն Տեր, երկարացրու քո ձեռքերը Տեր, չէ որ գրված է, նրա բասկի զորությունը չի թուլացել, նրա ձեռքը երկարացնելու չի կարճացել, երկարացրու քո ձեռքը Տեր, եւ թող քո ձեռքը բարեհաջող լինի մեր կյանքի մեջ Տեր, եւ թող քո բասկի զորությունը հասանելի լինի մեզ, ուժովցրում ես Տեր, զորացրում ես Տեր, թարմացրում ես Տեր, այն ուխտը, որ ունենք քեզ հետ, օգնիր, որ կարողանանք նորոգենք Տեր, հալելույա փառք ես, դու բաներ ես տվել մեզ, պահելու Տեր, որ մենք իրավունք չունենք այն կորցնելու, դու թանկագին բաներ ես տվել, և դրանցից ոչ մեկ մարմնավոր չեն, դրանք բոլորը բարձր հոգևոր արժեքներ են, որոնք անմիջականորեն Տեր ազդում են մեր երկրավոր կյանքի, մեր փրկության և մեր հավիտենական կյանքի վրա, սրանից լուրջ բան ես չեմ կարող տեսնել իմ կյանքում, արթնացրում ես Տեր, արթնացրում ես քնից Տեր, արթնացրում ես Տեր մեղքի քնից, արթնացրում ես Տեր այդ նիրհից, այդ անհոգության քնից, այդ գինովցած ու նիրհած քնից Տեր, արթնացրում ես Հիսուս, ժամանակ չկա, ժամանակները մոտենում են ավարտին Տեր, արթնացրում ես, Հայր, աղոթքը մեր բերեցինք մեր թանկագին փրկիչ Քրիստոս Հիսուսի անունով, մենք այսօր մեր հետ մի հատ խոսք ենք տանում, պահիր այն, ինչ Աստծո որդին պատվիրել է քեզ պահելու, օգնիր իսկապես պահելու այն, ինչ որդիդ է պատվիրել մեզ պահելու, և բոլորն ասացին, ամեն։ Մինչ եղբայրներս կմոտենան այստեղ հաղորդության համար, թույլ տվեք ես մի համար կարդամ հաղորդությունից, այս համարն եմ ուզում կարդալ հաղորդությունից, խնդրում եմ այստեղ նայենք, մինչ եղբայրներս կմոտենան և կպատրաստեն հաղորդությանը, նայեք այստեղ, ես այնքան սիրում եմ այս համարը, և հիմա ես հավաքույթի սկզբից ասացի վերջում մի հատ համար եմ կարդալու, որ ձեզ ապացուցեմ այս ամենի մեջ, որը կոչվում է առողջ վարդապետություն, որը կոչվում է նոր կտակարանյան քրիստոնեության ճշմարիտ մոդել, դուք դա այսօր այստեղ արեցիք, լսեք, Գործք առաքելոց 2:42 գրված է, և նրանք հարատևում էին առաքյալների ուսուցմանը, կրկին ասում է, մնում էին վարդապետության մեջ, մնում էին հաղորդակցության մեջ, մնում էին հացը կտրելու և աղոթքների մեջ, խնդրում եմ անգլերեն տարբերակը նույնպես նայել, ուշադիր նայեք այստեղ, մի քանի կարևոր բան ասում, ասում մնում էին սա նոր կտակարանի առաջին պենտեկոստալ եկեղեցու մոդելն է, որ Աստված երազում է, որ այս մոդելին համաձայն եկեղեցի հարսը տանի երկինք, որովհետև սա առաջին եկեղեցին էր, առաջին անաղարտ եկեղեցին էր նոր կտակարանում Քրիստոսի համբարձումից հետո, որովհետև առաջին եկեղեցին ծնվեց Պենտեկոստեի օրը, այո, հիմա լսեք, ասում հետևում էին առաքյալների ուսմունքին, այնքան խոսվեց այսօր այդ ուսմունքի մասին, հետևում էին այն ուսուցմանը, որ թողեց Պողոսը, թողեց Պետրոսը, այո, թողեց Հովանեսը և մյուս առաքյալները, այո,
թողեցին մյուսները, որոնք ունեն գրված թղթեր, Հակոբոսը եւ այլն, ասма հետևում էին այդ վարդապետությանը, հետևում էին ջանասիրաբար, այո, այդ ժամանակ 3000 հավատացյալ կար, այդ նոր կտակարանի այդ մոդելում, այստեղ որտեղ գրվել է Գործք առաքելոց 2-րդ գլուխը, 3000 հավատացյալի մասին է գրված, որ հետևում էին մի մարդու նման առաքյալների ուսուցմանը։ Հաջորդ բանն ասում է, հետևում էին հաղորդակցությանը, սա հաղորդությունը չէ։ Հաղորդակցություն դա կայնոնիա բառն է հունարեն, որ նշանակում է շփվել Քրիստոսի մարմնի հետ։ Այսօր այս առաջի կետը, որ արեցինք, հետևել վարդապետությանը ոնց որ եղավ։ Մենք ամենի խոսացինք վարդապետության շրջանակներում։ Երկրորդը, դուք շփվում եք, դուք բոլորդ իրար հետ շփվում եք, եւ սա իսկ կայնոնիան է, քրիստոնեական հաղորդակցություն։ Մի հատ նայիր կողքինիդ։ Մի վախեցի երկար նայելուց, աշկով չես տա։ Մի հատ նայի իրան, սա քրիստոնեական շփում է, դուք բարևել եք իրար, դուք գրկել եք իրար, դուք սիրել եք իրար, դուք ողջունել եք իրար, սա կոչվում է քրիստոնեական հաղորդակցություն։ Առաջի դարի եկեղեցին պահում էր առաքյալների ուսուցումը, երկրորդը միշտ շփվում էին իրար հետ, արեցիք սա, երրորդը ասում է հաց էին կտրում իրար հետ, հաց կտրել այստեղ երկու տարբերակով էր, եւ հաց էին կտրում ֆիզիկապես, իրար հետ հաց էին ուտում, ամեն օր հաց էին ուտում, հավաքվում էին, եւ հաց կտրելը նշանակում է տիրոջ ընթրիքը։ Հաց եւ գինի էին, ուրեմն մատուցում առաքյալները, ուրեմն ժողովրդին, քրիստոնյա ժողովրդին, թե նենց հաց էին ուտում եւ թե տիրոջ ընթրիքն էին անում։ Եվ հաջորդ բանը ասում է, որ մնում էին աղոթքների մեջ։ Հիմա հաղորդությունն եք անելու, աղոթքն էլ ունեցանք, այո, դուք նկատեցիք, որ այս բոլոր կետերի մեջով անցանք։ Նկատեցիք, վարդապետությանը հետևեցինք, հաղորդակցություն ունեցանք, հաց կտրել ունեցանք, աղոթք ունեցանք։ Ամեն, սա նոր կտակարանն այն առողջ մոդելն է, որ Աստված ուզում է հարատևի եկեղեցիներում մինչև իր գալը։ Սա համայնքի կյանք է։ Սա քրիստոնեական համայնքի կյանք է եւ իմ համար ամենաօրտնյալ վայրը ոչ թե սրա նրա հրավիրած հարսանիքն է, ոչ թե սրա նրա հրավիրած ծնունդն ու կնունքն է, իմ համար ամենաօրտնյալ վայրը քրիստոնեական համայնքում անցկացնել իմ օրս, անցկացնել իմ ժամերը։ Այո, հանդիպում էին մարդիկ իրար հետ այդ ժամանակ անկեղծ սրտով, հոգու միամտությամբ եւ ուրախությամբ, այո, եւ գրված է այդ ամենի արդյունքը նա էր, որ Աստված ավելացնում էր փրկվածներին այդ տան մեջ, այսինքն այդ եկեղեցում, որտեղ կար առողջ վարդապետություն, որտեղ կար քրիստոնեական շփում հաղորդակցություն, որտեղ կար միասին հաց ուտել, տիրոջ մարմինը ճաշակել, որտեղ կային միասնաբար աղոթքներ եւ այս ամենի վրա Աստված ավելացնում էր նոր հոգիների։ Սա ինը, ինչի մասին երազում եմ նաև ես։ Եվ այսօր այդ կետերից մեկը հաղորդությունն է, չնայած բոլոր կետերով անցանք, բայց ես մի կետն էլ անցնում ենք, որ ոչ մեկ չմոռանա, որ Գործք առաքելոց 2-րդ գլխի այս համարը 42 հենց այսօր այստեղ դու կատարեցիր։ Հալելույա, փառք Տիրոջը։